Բարև ձեզ, ձեր հետ բժիշկ Անահիտներ։ Ես առաջարկում եմ ձեզ անցկացնել համարձակ փորձ ձեր վրա։ Հաջորդ 30 օրվա ընթացքում դուք պարտավորվում եք ամեն օր ուտել 5 ձու։ Շատերը լսելով սա մատով ցույց կտան գլխի մոտ, իսկ ձեր տեղական թերապևտը ամենայն հավանականությամբ սիրտը կբռնի։ Մենք սովոր ենք մտածել ձվերի մասին որպես այն բանի, որ պետք է սահմանափակել, բայց ճշմարտությունն այն է, որ այս ամսվա ընթացքում ձեր օրգանիզմը կանցնի այնպիսի հզոր կենսաբանական վերափոխման միջով, որին շատերը տարիներով են ձգտում, ծախսելով հսկայական գումարներ թանկարժեք բադերի վրա։ Միայն պատկերացրեք, շաբաթը 35 ձու, իսկ ամսում ընդհանուր 150 ձու։ Միջին վիճակագրական մարդու համար, ով մեծացել է կենդանական ճարպերի վնասի մասին առասպելների վրա, սա հնչում է որպես իսկական խոլեստերինային ռումբ։ Սակայն նախքան լուրջ անհանգստանալը ձեր առողջության համար, եկեք դեն նետենք հին դոգմաները եւ դիմենք չոր փաստերին ու թվերին։ Հսկայական հետազոտություն, որին մասնակցել է կես միլիոն մարդ, համոզիչ կերպով ապացուցել է, որ նրանք, ովքեր ամեն օր ձու են ուտում, շատ ավելի ցածր ռիսկ ունեն վաղաժամ մահվան սրտի կաթվածից, համեմատած նրանց հետ, ովքեր խուսափում են դրանցից։ Խոլեստերինի վտանգի մասին առասպելը անցյալ դարի ամենամեծ խաբեություններից մեկն է, իսկ ձուն ոչ թե ռումբ է, այլ կյանքի կոնցենտրատ, որը ստեղծել է հենց բնությունը։ Այս տեսանյութի ավարտին դուք կունենաք հստակ քայլ առ քայլ ճանապարհային քարտեզ այն մասին, թե ինչ է տեղի ունենալու ձեր օրգանիզմի հետ, ձեր կոգնիտիվ ներուժի հետ եւ ամենակարևորը, ձեր արյան քիմիայի հետ։ Եթե դուք որոշեք այս ձվային մարաթոնը, իդեալական տարբերակը, որ ձեզ պետք է, դա արոտավայրային պահպանմամբ հավերից ստացված ձվերն են, կամ այն իսկական գյուղական ձվերը թռչուններից, որոնք իսկապես արև են տեսել եւ խոտ են կերել։ Հենց այդպիսի թռչուններն են ապրում բաց երկնքի տակ, ինչը թույլ է տալիս դրանց դեղնուցում կուտակել վիտամին D-ի եւ օմեգա 3 ճարպաթթուների հսկայական քանակություն։ Իսկական դեղնուցը պետք է ունենա հագեցած նարնջագույն գույն, եւ սա ոչ թե կերակրի մեջ ներկանյութերի արդյունք է, այլ արտադրանքի քիմիական խտության ցուցիչ։ Դուք չեք կարող խաբել օրգանիզմի քիմիան։ Եթե ձվի մեջ սննդանյութեր չկան, ձեր մարմինը դրանք չի ստանա։ Այսպիսով դուք գտել եք որակյալ արտադրանք եւ սկսվել է առաջին շաբաթը։ Ինչ եք զգալու առաջին 7 օրում։ Ամենահետաքրքիր փոփոխությունը, որը կհասնի ձեզ մոտավորապես 3-րդ կամ 4-րդ օրը, դա հանկարծակի լռությունն է։ Ես նկատի ունեմ մտավոր լռություն, մշտական խաղցի զգացումից, այն նույն անդադար աղմուկը գլխում, որը ստիպում է ձեզ թեյի հետ թխվածք փնտրել։ Երեկոյան ժամը 15-ին ուժերի հանկարծակի անկումը, երբ աչքերը ինքնաբերաբար թակվում են եւ անվերահսկելի քաղցրավենիքի ցանկությունը, ամեն ինչ սկսում է անհետանալ առանց հետքի։ Սա տեղի է ունենում, որովհետեւ դուք բառացիորեն լցնում եք ձեր համակարգը մոլորակի վրա առկա ամենաբիոհասանելի սնունդով։ Ժամանակակից հասարակության պարադոքսն այն է, որ մեզ շրջապատող մարդկանց մեծ մասը իրենք չհասկանալով իրականում քաղցած են։ Դուք կարող եք օրական հազարավոր կալորի ընդունել, բայց ձեր բջիջները մնում են խորքային սպառման վիճակում։ Սա է այն երևույթը գերսնված, բայց սննդանյութեր չստացող մարդու։ Երբ ձեր նախաճաշը բաղկացած է արագ պատրաստվող շիլայից, հացահատիկներից կամ բուտերբրոդից, արյան շաքարի մակարդակը երկինք է բարձրանում։ Ենթաստամոքսային գեղձը խույճապի մեջ ինսուլին է նետում այդ շաքարը ճարպային պահեստներում թաքցնելու համար, իսկ հետո շաքարը նույնպես կտրուկ ընկնում է։ Այս անկումը հրահրում է ստրեսի հորմոնների արտազատում, որոնք բառացիորեն գոռում են ձեր ուղեղին, անհապաղ ինչ-որ բան կեր։ 5 ձուն դա մոտ 350 կալորիա է, բայց սրանք ամենաարդյունավետ կալորիաներն են, որոնք դուք կարող եք պատկերացնել։ Դուք ստանում եք B խմբի վիտամինների ամբողջ սպեկտրը, այդ թվում B2, B12 եւ B5, ինչպես նաեւ սելեն եւ յոդ։ Բայց առաջին շաբաթվա իսկական կախարդանքը կայանում է ճարպերի եւ սպիտակուցների եզակի մատրիցայում։ 25 գրամ օգտակար ճարպ եւ 30 գրամ էթալոնային սպիտակուց գործարկում են հագեցվածության հորմոնի արտազատումը։ Այն ուղեղին ազդանշան է ուղարկում. մենք անվտանգ ենք, ռեսուրսները բավարար են, որսի կարիք չկա։ Ձեր ինսուլինը կայունանում է եւ նրա ցածր մակարդակը վերջապես տալիս է օրգանիզմին հրաման բացել սեփական ճարպային պահեստները։ Հնարավոր է կշերքները առաջին շաբաթվա ընթացքում ցույց չտան կտրուկ նվազում, բայց դուք կզգաք անսովոր թեթևություն։ Երկրորդ շաբաթում օրգանիզմի ուշադրության ֆոկուսը տեղափոխվում է մարսողական համակարգից դեպի ձեր հրամանատարական կենտրոն՝ ուղեղ։ Հենց այստեղ է սկսվում հիմնական աշխատանքը այն նյութի հետ, որի մասին շատերը նույնիսկ չեն լսել՝ խոլինը։ Ձվերը թերևս մարդու սննդակարգում խոլինի լավագույն աղբյուրն են, եւ վիճակագրության համաձայն մարդկանց ճնշող մեծամասնությունը ապրում է դրա քրոնիկ դեֆիցիտի վիճակում։ Խոլինը ոչ միայն վիտամինանման նյութ է, սա շինանյութ է ացետիլխոլինի համար։ Ացետիլխոլինը հիմնական նեյրոմեդիատոր է, որը պատասխանատու է ձեր կենտրոնացման, տեղեկատվությունը հիշողության մեջ պահելու եւ բարդ առաջադրանքների միջև արագ անցում կատարելու ունակության համար։ Սա բառացիորեն այն քիմիական նյութն է, որը թույլ է տալիս մեզ սովորել։ Եթե երբևէ բռնել եք ձեզ այն վիճակում, որ մտնում եք սենյակ եւ
չեք հիշում, ինչի համար եք եկել, կամ 3 անգամ կարդում եք նույն պարբերությունը առանց իմաստը հասկանալու, շնորհավորում եմ, դուք բախվել եք ացետիլխոլինի դեֆիցիտի։ 5 ձուն օրական ապահովում են խոլինի հսկայական դոզա, մոտ 600-700 միլիգրամ։ Դուք բառացիորեն քսում եք ձեր կոգնիտիվ ապարատի շարժիչները։ Այս մոտեցումը կիրառող մարդիկ նշում են, որ հայտնի գլխում մարախուղը ցրվում է, իսկ առաջադրանքները, որոնք նախկինում հյուսիչ էին թվում, սկսում են լուծվել ինքնաբերաբար, բայց գործընթացը շատ ավելի խորն է, քան պարզապես կենտրոնացումը։ Դոկոզահեքսայինաթթուն, որով հարուստ են ճիշտ ձվերը, սկսում են ներդնվել ձեր բջիջների թաղանթներում։ Հիշեք, որ մեր ուղեղը 60%-ով բաղկացած է ճարպից, եւ նրանք կրիտիկական կերպով անհրաժեշտ են որակյալ օմեգա-3-ներ նեյրոնների ամբողջականությունը պահպանելու համար։ Երկրորդ շաբաթի կեսին դուք փաստարեն ամրացնում եք ձեր նյարդային ուղիների մեկուսացումը։ Սա դրսևորվում է ավելի կայուն էմոցիոնալ ֆոնով, անհանգստության մակարդակի նվազմամբ եւ նույնիսկ ռեֆլեքսների արագացմամբ։ Դուք ոչ միայն էներգիայով եք սնում ուղեղը, դուք կատարում եք նրա սարքավորումների կապիտալ վերանորոգում։ Զուգահեռաբար սկսվում է ձեր տեսողության պաշտպանության գործընթացը։ Նույն խոր նարնջագույն գույնը դեղնություն, դա լյուտեինն է եւ զեաքսանտինը։ Այս հզոր հակաօքսիդանտները հատկություն ունեն կուտակվելու աչքի ցանցաթաղանթում։ Մեր աշխարհում, որը լցված է սմարթֆոնների եւ մոնիտորների կապույտ լույսով, մեր աչքերը մշտական օքսիդատիվ սթրեսի են ենթարկվում։ Այս սննդանյութերը գործում են որպես ներքին արևապաշտպանակնոցներ, զտելով վնասակար ճառագայթումը եւ պաշտպանելով աչքի հյուսվածքները դեգեներացիայից։ 14-րդ օրը դուք կնկատեք, որ ավելի արագ եք մտածում, իսկ շուրջը աշխարհը դարձել է ասես ավելի հստակ։ Երրորդ շաբաթը մեր փորձի ժամանակն է խոսելու մկանների, ոսկորների եւ օրգանիզմի կառուցվածքային ամբողջականության մասին։ Գոյություն ունի կենսաբանական արժեքի կամ ազոտի մաքուր օգտագործման հասկացություն։ Սա ցուցիչ է այն մասին, թե սպիտակուցի որ մասն է իսկապես վերածվում ձեր հյուսվածքների, իսկ որը պարզապես այրվում է։ Եթե դուք խմում եք սովորական շիճուկային պրոտեին, ձեր օրգանիզմը հյուսվածքների կառուցման համար կօգտագործի ընդամենը 17-20%-ը։ Մնացածը պարզապես կայրվի որպես շատ թանկ վարելիք։ Սոյայի սպիտակուցի դեպքում իրավիճակն ավելի վատ է, բայց ամբողջական ձվերը իսկական ոսկե ստանդարտ են։ Դրանց օգտագործման գործակիցը հասնում է անհավանական 48-50%-ի։ Պատկերացրեք, որ տուն եք կառուցում։ Դուք կարող եք պատվիրել բեռնատար էժան, փտած եւ գորտ արակներով։ Դա ցածրորակ սպիտակուց է։ Դրանց մեծ մասը ստիպված կլինեք դեն նետել, որովհետև դրանք ոչ մի տեղ չեն համապատասխանում։ Բայց ձվերը դա էլիտային, իդեալական կտրված փայտանյութ է, որտեղ յուրաքանչյուր տար կանգնում է իր տեղում։ Գրեթե կեսը յուրաքանչյուր գրամ ձվի սպիտակուցի ուղղակիորեն գնում է ձեր մկանների, օրգանների եւ ոսկորների վերականգնմանը։ Սա կրիտիկական կարևոր է ցանկացած տարիքում, բայց հատկապես 40 տարեկանից հետո, երբ սկսվում է մկանային զանգվածի բնական կորուստը՝ սարկոպենիան։ Հենց դրա համար է ժամանակակից մոդան ձվի սպիտակուցների վրա առանց դեղնուցի մեծ կենսաբանական սխալ է։ Ինքնին սպիտակուցը պարզապես ջուր եւ ալբումին է, որպեսզի օրգանիզմը կարողանա լիարժեք օգտագործել ամինաթթուները սպիտակուցից, նրան անհրաժեշտ են ճարպալույծ սննդանյութեր, որոնք գտնվում են հենց դեղնություն։ Բնությունը ստեղծել է ձուն որպես կատարյալ ավարտված համալիր։ Բացի այդ, մաքուր սպիտակուցի օգտագործումն առանց ճարպի հրահրում է ինսուլինի կտրուկ թռիչք, մինչդեռ ամբողջական ձուն իր մեջ պարունակվող ճարպերի շնորհիվ տալիս է փափուկ հորմոնալ պատասխան։ Սա թույլ է տալիս մնալ անաբոլիզմի, վերականգնման եւ աչի վիճակում, առանց ճարպ կուտակելու ազդանիշանի։ Երրորդ շաբաթին նրանք, ովքեր զբաղվում են սպորտով, կնկատեն, որ վերականգնումը մարզումներից շատ ավելի արագ է ընթանում, իսկ նրանք, ովքեր ձգտում են կառուցվածքային մարմնի, կհայտնաբերեն ցանկալի էֆեկտը։ Ճարպը ժառանում է, իսկ մկանային ռելիեֆը պահպանվում է։ Սա է այն սուրբ գրալը մարմնի կոմպոզիցիայի վրա աշխատանքում։ Չորրորդ շաբաթին մենք պարտավոր ենք անդրադառնալ թեմային, որը բոլորին վախեցնում է՝ խոլեստերինը։ Ամենայն հավանականությամբ այս պահին ձեր մերձավորները լուրջ կանհանգստանան ձեզ համար, մեջբերելով հնացած բժշկական տեղեկագրքեր։ Մեզ տասնամյակներ շարունակ ներշնչել են վաղ դիեթիկ խոլեստերինի առջև, սահմանելով օրական 300 միկրոգրամ սահմանաչափ։ 5 ձվում պարունակվում է գրեթե 1000 միկրոգրամ։ Սովորական մարդու տրամաբանություն պարզ է. շատ խոլեստերին ես ուտում, նշանակում է այն կխցանի քո անոթները։ Բայց իրականությունը շատ ավելի իմաստուն է կառուցված։ Ձեր լյարդն ամեն օր ինքնուրույն արտադրում է 1000-ից մինչև 3000 միկրոգրամ խոլեստերին։ Ինչու՞։ Որովհետև առանց խոլեստերինի դուք պարզապես չեք գոյատևի։ Սա ամենակարևոր շինանյութն ու բուժիչ գործակալն է։ Սա նյութ է ձեր բջիջների անցքերը լատելու համար։ Եթե քիչ խոլեստերին եք ուտում, լյարդը սկսում է աշխատել արտակարգ ռեժիմով, ավելի շատ արտադրելով այն, դեֆիցիտը փոխհատուցելու համար։ Եթե սննդից բավարար քանակությամբ եք ստանում, լյարդը պարզապես արձակուրդ է գնում եւ նվազեցնում է սեփական արտադրությունը։ Համակարգը ինքնակարգավորվում է։ Խոլեստերինի վախը առաջացել է նրանից, որ մարդիկ շփոթել են պատճառն ու հետևանքը՝ հրդեհը եւ հրշեջներին։
Երբ ձեր զարկերակներում բորբոքում է առաջանում շաքարի ավելցուկից, տրանս ճարպերից կամ ծխելուց, օրգանիզմը այնտեղ խոլեստերին է ուղարկում, անոթի պատի վնասը լցնելու համար։ Խոլեստերինին մեղադրել սրտի հիվանդությունների մեջ նույնն է, ինչ հրշեջներին մեղադրել, որ նրանք միշտ հրթեհի վայրում են։ Իրականում ձվերից ստացված խոլեստերինը հիմք է ամենակարևոր հորմոնների արտադրության համար։ Մենք մոտեցել ենք գլխավոր հորմոնալ ծաղկմանը։ Խոլեստերինը մայր մոլեկուլ է, որից ձեր օրգանիզմը սինթեզում է տեստոստերոն, էստրոգեն, պրոգեստերոն և կորտիզոլ։ Եթե դուք զգացել եք ապաթիա, լիբիդոյի բացակայություն, քրոնիկ հոգնածություն կամ երկար եք վերականգնվել բեռներից հետո, մեծ հավանականություն կա, որ պարզապես խնդիր եք ունեցել հումքի մատակարարման հետ։ Տալով օրգանիզմին առողջ ճարպերի կայուն մատակարարում, դուք թույլ եք տալիս ձեր էնդոկրին համակարգին վերջապես դուրս գալ նախագծային հզորության վրա։ Տղամարդիկ այս փուլում հաճախ նշում են ուժի և վստահության ալիք, իսկ կանայք ցիկլի և տրամադրության կայունացում։ Ինչ վերաբերվում է այսպես կոչված վատ խոլեստերինին, այստեղ կարևոր նրբերանգ կա։ Այն լինում է տարբեր։ Կան փոքր և խիտ մասնիկներ, որոնք իսկապես վտանգավոր են, և կան մեծ ու փափուկ, որոնք բացարձական վնաս են։ Այսպիսով ձվերը ձեր խոլեստերինի պրոֆիլը վտանգավոր տեսակից տեղափոխում են անվտանգի։ Նույնիսկ եթե ընդհանուր թիվը անալիզներում մի փոքր բարձրանա, ձեր սրտանոթային խնդիրների իրական ռիսկը կնվազի։ Բայց կա ևս մեկ թաքնված բոնուս, որը վերաբերում է գրեթե կեսին մեզանից։ Խոսքը գնում է գենետիկ մուտացիայի մասին ֆերմենտի, որը պատասխանատու է հոմոցիստեինի վրա մշակման համար։ Հոմոցիստեինը տոքսիկ կողմնակի արտադրանք է նյութափոխանակության, որը կուտակվելով բառացիորեն քայքայում է անոթների պատերը ներսից։ Սա շատ ավելի ճշգրիտ ցուցիչ է սրտի խնդիրների, քան ցանկացած խոլեստերին։ Դրա չեզոքացման համար օրգանիզմին անհրաժեշտ են B խմբի վիտամիններ հատուկ մեթիլացված ձևով, եւ հենց այստեղ արոտավայրային պահպանմամբ ձվերը կրկին առաջին պլան են դուրս գալիս։ Դրանք բնական կոնցենտրատ են ֆոլատների, բետա-սերկուսի եւ խոլինի, որոնք հեշտությամբ են յուրացվում նույնիսկ գենետիկ խախտումներ ունեցող մարդկանց կողմից։ Մինչ մյուսները գումար են ծախսում անօգուտ դետոքսի թեյերի վրա, դուք բջջային մակարդակով խորքային մաքրում եք անցկացնում ձեր արյան, պարզապես ուտելով ձեր նախաճաշը։ Դուք բառացիորեն տալիս եք ձեր օրգանիզմին գործիքներ շրջանցելու գենետիկ թակարդները։ Սակայն հիշեք, դուք կարող եք ոչնչացնել ամբողջ այս օգուտը 1 րոպեում, եթե սխալ եք պատրաստում ձվերը։ Դեղնուցը ամենաարժեքավոր և միաժամանակ ամենախոցելի մասն է։ Դրա մեջ խոլեստերինը և հակաօքսիդանտները չափազանց զգայուն են բարձր ջերմաստիճանի թթվածնի նկատմամբ։ Եթե դուք ձվերը տապակում եք մինչև ռետինե ներբան դառնալը կամ մինչ դեղնուցը մոխրագույն ու չոր դառնալը, դուք օքսիդացնում եք խոլեստերինը։ Օքսիդացված խոլեստերինը հենց այն է, ինչը առաջացնում է բորբոքում անոթներում։ Բացի այդ, կոշտ ջերմային մշակումը ոչնչացնում է վիտամինների զգալի մասը։ Ձեր նպատակը դեղնուցը հեղուկ, կրեմային կամ առնվազն փափուկ պահելն է։ Իդեալական տարբերակ՝ ձու փափուկ խաշած, պոաշե կամ ձվաձևով ձվեր հեղուկ կենտրոնով։ Եթե դուք բոլտոնիայի երկրպագու եք, մոռացեք սալորակի եղանակը, մինչև կարմիր տաքացնել և հաղթանակի մինչև տապակել։ Բուժիչ բոլտոնիայի գաղտնիքը նվազագույն կրակի օգտագործումն է։ Հալեցրեք կտոր լավ կարակ, լցրեք ձվերը և անընդհատ նրբորեն խառնեք։ Հանեք սալորը կրակից։ Երբ զանգվածը դեռ թաց ու փայլուն է թվում, մնացորդային ջերմությունը ինքն է հասցնում դրանք պատրաստությանը։ Արդյունքում դուք ստանում եք ինչ-որ բան նման նուրբ կրեմի կամ կրեմային դեսերտի։ Հենց այդպիսի հյուսվածքն է երաշխավորում բոլոր սննդանյութերի առավելագույն յուրացում, առանց անոթների վնասի։ Այսպիսով 30 օրն անցել է։ Ինչ ունենք չոր մնացորդում։ Դուք ոչ միայն դիետա եք պահել, դուք ամբողջական վերագործարկում եք կատարել ձեր կենսաբանական համակարգչի։ Դուք թարմացրել եք համային ընկալիչները, հանգստացրել ինսուլինը, կերակրել եք ձեր ուղեղը հիշողության և կենտրոնացման ամենաթանկ վառելիքով և տվել եք ձեր հորմոնալ համակարգին շինանյութ լիարժեք կյանքի համար։ Ձվերը ամենահասանելի և միաժամանակ ամենահզոր սուպերֆուդն են, որ կարելի է գտնել։ Եթե այս վերլուծությունը օգնել է ձեզ նորովի նայել ծանոթ արտադրանքին, և դուք պատրաստ եք վերցնել ձեր առողջությունը ձեր ձեռքը, մի մոռացեք աջակցել այս տեսանյութին լայքով և բաժանորդագրվել ալիքին։ Հանդիպենք հաջորդ թողարկումներում, որտեղ շարունակելու ենք բացահայտել ձեր օրգանիզմի գաղտնիքները։